Flex ծրագիրը լավ հնարավորություն է անգլերեն լեզվի իմացության բարելավման, նոր գիտելիքներ ստանալու և դեռևս անծանոթ մշակույթին հաղորդակից դառնալու համար։ Նման համոզմունք է հայտնում կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը։ Հետաքրքիր հնարավորություններ արտասահմանում բնակվել, նոր ինչ-որ բաներ տեսնել, շփվել այլ մշակույթի հետ։ 97-98 թվականին Ամերիկան դեռևս մնում էր հետխորհրդային երկրների համար չբացահայտված ինչ-որ միֆային տարածք։ Դեռևս 1997 թվականին Հայաստանի Accels գրասենյակը մարզերում սեմինարներ է անցկացնում, իրազեկելով Flex ծրագրի մասին։ Ծրագրին դիմելու առաջին փորձն անհաջողությամբ է պսակվում։ Արդեն երկրորդ անգամ 1998 թվականին Արամ Օրբելյանին հաջողվում է հաղթահարել մրցութային փուլերը և մեկնել Միացյալ Նահանգներ։ Բնակվում է 3500 բնակչություն ունեցող փոքրիկ քաղաքում, բայց մեր փոքրության տպավորությունը ճնշող չէր, ինչը շատ հաճախ օրինակ Հայաստանում, Երևանից դուրս համայնքներում փոքրության զգացողությունը կա, իսկ այնտեղ ավելի ազատ էր, շփումները բաց էին, այդ փոքր համայնքները իրար հետ էին ավելի ինտենսիվ շփվում, տարբեր միջոցառումներ էր կազմակերպվում, եւ սպորտային, եւ գիտական, եւ մշակութային։ Միացյալ Նահանգներում ապրելու սկզբնական շրջանում որոշակի դժվարությունների հանդիպել է, սակայն ԱՄՆ շրջանավարտը դրանք հեշտությամբ է հաղթահարել։ Խոսելով իրեն հյուրընկալած ընտանիքի մասին նկատում է, այնտեղ հայկական ինչ-որ բան կար։ Ունեն մի տղա, որը այն ժամանակ եթե չեմ սխալվում 9 տարեկան էր, այսինքն ու տատիկ պապիկն էին գալիս գնում, նոր տարում բավականին մեծ քանակությամբ մարդիկ եկան, ինչ որ հայկական էլեմենտ կար այդ իմաստով, ինչպես բոլոր ընտանիքներում լինում են երբեմն որոշ անախորժություններ, որոշ խնդիրներ, բայց այդ բոլորը շատ հեշտ հաղթվում էր ու բավականին հետաքրքիր ժամանակ անցավ նաև ընտանիքի հետ։ ԱՄՆ-ում անցկացրած 1 տարին հաջողության պատմության այս հերոսը ժպիտով է հիշում։ Դժվարացավ որևէ կոնկրետ դրվագ առանձնացնել, բոլոր օրերը հետաքրքիր են և մեկը մյուսից տարբերվող։ Նրա խոսքով ամերիկյան հասարակության մեջ ապրելիս ինքն իրեն կաշկանդված չէր զգում։ Առաջինը որպես երևույթ շատ հետաքրքիր է հենց իրենց հասարակության ապրելակերպը, իրենց հասարակության ձևը, մի կողմից բավականին ազատ և դեմոկրատ, մի կողմից բավականին տոտալիտար և փակ համայնքի տեսակետից, այսինքն բայց դա բան չէ, ճնշված չէր զգում մարդը ամեն դեպքում։ Խոսելով ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին, փաստում է Flex-ը նախ եւ առաջ անգլերեն խոսակցական լեզվի բարելավման գրավական է։ Մի բան է սովորել, մի բան է պարապել, ինչ-որ կարդալ, լսել, բայց մի բան է 1 տարի շփվել պրակտիկորեն օտար միջավայրում, չեմ կարող ասել շատ, բայց որոշակի աշխարհայացքային փոփոխություններ ամեն դեպքում, ընկալումներ, այդ ամերիկյան մոտեցումներ, ինչ-որ ազատության այլ մոտեցում ընկալում, որը որոշակի այդ առումով դրական։ Ծրագիրն անուղղակի ազդեցություն է ունեցել նաև Արամ Օրբելյանի ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Նախապես պլանավորել էր բժիշկ դառնալ, բայց նահանգներից վերադառնալուց հետո համալսարան ընդունվելը հետաձգվում է 1 տարով, այնուհետև ընտրում է իրավաբանի մասնագիտությունը։ Եվ որոշեցի բժիշկ չդառնալ, բայց ժամանակ հնարավորություն ընձեռնվեց ՄԳԻՄՈ ընդունվելու։ ՄԳԻՄՈ ընդունվելուց կարելի ասել համարյա պատահականորեն ընտրեցի իրավաբանության ֆակուլտետը։ Չենք կարող ասել, որ Flex-ին մասնակցությունը միանշանակ փայլուն կյանք է երաշխավորում, կարծում է Արամ Օրբելյանը։ Իհարկե, մեր հերոսը չի անտեսում նաև ծրագրի մի շարք առավելությունները։ Սկսած նրանից, որ ամեն դեպքում օտար լեզվի իմացությունը ունի էական նշանակություն, զուտ շփման մակարդակով խոսքը չի գնում որ զուտ գիտական գումարած, մի քիչ ավելի աշխարհայացքների լայնացում, գումարած մի քիչ այլ հասարակության մեջ ադապտացվելու ունակության զարգացում, դժվարություններին հաղթահարելու, մի քիչ սեփական ուժերի վրա հավատի մեծացում, այսինքն այս բոլորը երբ որ գումարվում է որոշակի կոմպլեքսների վերացում, այս բոլորը գալիս է նրան, որ ինքը ունենում է իր ազդեցությունը հետագա կյանքի համար։ Պետք է փորձել ստանալ առավելագույնը, ձեռք բերել նոր գիտելիքներ կամ կատարելագործել սեփական գիտելիքները, բայց երբեք չպետք է դավաճանել ինքներդ ձեզ եւ մոռանալ հայրենասիրության մասին։ Հենց սա է Արամ Օրբելյանի խորհուրդը բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ծրագրին։